Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության ղեկավար, հայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանի հեղինակմամբ լույս է տեսել Հայաստանի 4 մարզերին բնորոշ կերակրատեսակներին վերաբերող խոհարարական գրքեր, որոնք տնային տնտեսուհիներին կտանեն Կիլիկյան դարաշրջանի հայկական խոհանոց, այդ թվում նաև կծանոթացնեն Հեթումյան արքայատոհմի Հեթում առաջին արքայի կերակրացանկին։ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարը ես եմ, իր առաջ խնդիր է դրել ուրվագծել Հայաստանի Հանրապետության խոհարարական քարտեզը։ Եվ իհարկե հետագայում նաև մեր ընդհանրապես պատմական Հայաստանի քարտեզը նաև կգծենք, կներկայացնենք, բայց հիմա մեր 10 մարզերի, Արցախի, այդ թվում նաև Ջավախքի այդ աշխատանքները իրականացվում են, կատարվում են այդ աշխատանքները։ Նշածս 4 մարզերից զատ մենք հիմա արդեն աշխատում ենք Արցախի խոհանոցի վրա, աշխատում ենք արդեն Շիրակի խոհանոցի վրա, հետագայում բոլոր մարզերի վրա իհարկե կա աշխատանք եւ նաեւ 9-11-րդ դարերում գոյություն ունեցած Անի ժամանակաշրջանի խոհանոցի վրա ենք աշխատել, ահանգին ունենք աշխատանք եւ որոշ աշխատանքներից հետո կարող են նույնպես պատրաստ լինել տպագրության։ Ինչ վերաբերում է մեր պատմական Հայաստանի, մեր հայրենիքի, դա շատ ծավալուն աշխատանք է եւ մենք որպես հասարակական կազմակերպություն մենք չենք կարող եւ նաեւ չենք էլ համարձակվի դրա իրականացումը կյանքի կոչել եւ այդ առումով մենք կրթության նախարարությանը ներկայացրել ենք ազգային խոհանոցի զարգացման ռազմավարական հայեցակարգ, մտածում ենք նաեւ ներկայացնել կառավարությանը ընդհանուր, որտեղ արդեն այդ հայեցակարգը 5 տարվա հայեցակարգ է, այնտեղ արդեն եւ ազգային խոհանոցի պետականորեն ամրագրման մասին ենք մենք խոսում, եւ խոսում ենք նաեւ խոհանոցի դասակարգման ըստ նշանակության, մանկական խոհանոց, դպրոցական խոհանոց, զինվորական, սպորտային եւ պաշտոնական խոհանոցի մասին ենք խոսում։ Եվ նաեւ իհարկե հենց ամրագրման հարցերն ենք առաջ քաշում։ Այնտեղ մենք ունենք դրա մասին խոսք եւ իմ կարծիքով հասնելու ենք մեր նպատակին եւ այնտեղ մենք արդեն այդ ամբողջ հայկական խոհանոցի հանրագիտարանի մասին կարող ենք խոսել արդեն։ Պարոն Մամուլյան, մեր բնիկ երևանցիները մեզ չեն ների, եթե չխոսենք նաև Երևանի բնորոշ ուտեստների մասին, այդ ձեր նշած ծրագրերում կոնկրետ Երևանին բնորոշ ուտեստների մասին տեղ հատկացվելու է։ Այո, իհարկե։ Ես ասեմ, հիմա ուղղակի նյութերը բավարար չեն Երևանի մասին խոսելու համար, բայց մենք մտածում ենք եւ մի ուղի ենք նախանշել արխիվներից հանրային սննդի հաստատությունների արխիվներից վերականգնել մեր Երևանին բնորոշ խոհանոցը։ Դա ապագայում պիտի լինի, ես հիմա ժամանակ նշեմ սխալված կլինեմ դրա համար, բայց ծրագրերում ունենք, այո։ Խոհանոցի մասին, խոհանոցի վերաբերյալ եւ խոհանոցի համար ինչ որ մենք մտածում ենք մեր կազմակերպության ծրագրերում առկա է։ Շնորհակալ եմ պարոն Մամուլյան, շնորհակալ եմ այսքան կարևոր իմաստալից եւ շատ մտածելու տեղիք տվող զրույցի համար, շնորհակալ եմ ձեզանից, շնորհակալ եմ, որ ամեն անգամ ձեզ հետ զրույցի ընթացքում մի նոր բան եմ սովորում, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, Իլոնա ջան։